Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարի լույս բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր շատ կարևոր նյութի մասին ուզեմ ցեզ խոսել։ Եվ իսկապես շատ կցանգամ կփապակիմ, որ այսօրվան պատրաստած հոգևոր նախաճաշս դեղ հասնի բարձրաստիճան մեր եկեղեցական հայրերուն եւ մեր եկեղեցվայ առաքելական եկեղեցվո եպիսկոպոսներ, առաջնորդներ զայն լսեն հուկով կովիկան եպիսկոպոսական ժողով կբարեն եւ հստակ որոշում առնեն թե ինչ է այսօր կամ ինչ պիտի լա այսօր թիրքորոշումը մեր եկեղեցվո եւ ինչպես պետք է շարժին բոլոր առաջնորդները համահավասար որբեսի այս հարցը լուծեն եւ ոչ թե դեղական իմաստով ամեն մեկ առաջնորդ Լիբանանի մեջ, Սուրիո մեջ, կամ Բարսկաստանի մեջ, կամ Կանադայի մեջ, կամ ովև մեկտեղ անձնական որոշումը առնե եւ ինք գադարե փամը որ գրնա ուրիշ եպիսկոպոս մթեմը լալ եւ քայթակության ու խառնաշփոթումի բաժարը լալ հարցը դեպիալն է արդյոք իքական սերի պատկանող աղջիկներ փոքր հասակ բադանի երդասարդ կամ մեծահասակ որոնք գաբրին յանքի մեջ եւ եկեղեցներ կհաջախեն պետք է զանոնք ծերնատրել պետք է անոնց դալ թբիրի գարկ կամ սարգավակության գարկ այսօր նախքան այս նյութի մասին խոսիլը սիրելներ ավելի հանգամանալից կերպով որու մասին բավական ուսումնասիրություն ունի որբեսի կարողանամ ամբողջ պատմական հոլովույթը ներկայացնել այսօր դժբախտաբար այսպես թուլությունը մտածե մեր եկեղեցներու մեջ եւ հատկապես եկեղեցականներու մեջ եւ ասիգա այս թուլությունը գվերապերի արեմդյան երկիներու մեջ Եվրոպայի մեջ մանավանդ Ամերիկայի մեջ ապրող կրոնավորներուն այսպես թեթևի առնված է ձիսական կյանքը քանի օրեր առաջ երբ ավակ 5 շաբթի օր ոդնլվայի առողջություն կատարվեր դժբախտաբար YouTube-ի վրա դեսնվեցան եւ ամենուրեք կդեսնվին որ գարկմը եկեղեցներու քահանաներ նույնիսկ վարդապետներ մեկ խոսքով հայ հոգևորականներ այսպես հավասարության խաղապարին դակ որ արու եւ եկ երկուքնալ հավասար են ոդնլվայի ժամանակ ոչ միայն գլվան խորանին վրա բազմած 12 աշակերտներու ոտքերը որոնք խորհրդանշեն Հիսուսի 12 առաքյալները այլ ատկե վերջը կսկսին ժողովրդի մեջ ինչ որ երեխաներ կան փերել եւ անոնց ոտքերը լվալ բայց ամենեն ահավորը այն է որ նաեւ գլվան ես աչքովս դեսած եմ այս վերջին տարիներուն գանանց ոտքեր ըլա երեխա աղջիկներու ըլա երդասարտներու եւ ըլա մեծահասակներու որովհետեւ ով որ գուկա աթորին վրա գնստի գժբդա դեր հոր կամ ոդնլվա գդարող հոգևորականին անոր ոտքը գլվացվի միթե այս կտասա գսորվեցնե մեզի մեր եկեղեցվո հավատքը չէ որ ամեն բանի առաջ միայն 12 հոգիներու ոտքերը պետք է լվացվին որպես խորհրդանիշ Հիսուսի գդարած ոդնլվայի առողջության ուրիշ ժամանակներու եթե գուզեն խոնարհության հեզության խորհրդանիշ լան թող դուները եւ որ այցելեն կրոնավորները բոլորին ոտքերը լվան բայց ոչ թե հովվական իմաստով փորձեն ձիսական այս կանոնները խախտել
Եվ հաջող գտեստվին սիրելներ, որ չմգրդված երեխաներ, երախաներ եկեղեցվո զանազան ձեսին մանավանդ սուրբ հաղորդության մասնագից կդարձնեն գրոնավորները առանց հարցնելու, որ այս երեխան մգրդված է, որովհետև առանց մգրդության ոչ մեկ խորհուրդ չի գդարվիր այդ երեխային վրա։ Այո, քայթակությունները ստեղծող բաներ կան։ Գճանչնայի երկու փոքրիկ քույրեր եկեղեցի կհաջախեին։ Մեկը 4 տարեկան, մեկը 8 տարեկան։ Երկուքն շատ գեղեցիկ ցայն ունին։ Բարձրացայն ժողովրդի մեջ նստած կերկեն։ Եվ բոլորիս համար ուրախություն է այդ դեսնելը երեխաները։ Եվ հանգարց քանի տարիներ յետ դեսա որ գրոնավորը բادرակին ամիջավես յետ մգրդություն գար եւ դեր եկեղեցվո մեջ էի գրոնավորը այդ երկու քույրերը քրիստոնյա դարձուց մգրդեց անշուշտ ասոր մեջ ուրախանալի է շատ չէ ադի չեր հարցը բայց մտածեցի եթե այս երեխաները մգրդված չէին հաբա ինչպես այս երեխաները հաղորդություն կստանային նախ ծնողը որ միշտ հոներ որովհետև հայրը միշտ գբերեր երեխաները հավատացյալ հայր ինչպես այդ երեխաները մգրդության առաջնորդեր ուստի մգրդութենեն յետ մոդեցա դերհոր եւ հարցուցի մգրդող դերհոր ասի տուն չէ երկի դեր որ այս երեխաները մգրդված չեն ասավ գիտեի իսկ ասի այս անցնող դարիներու ընթացքին ինչպես եղավ որ հաղորդեցիր ապշած երեսից նայեցավ ասավ չանտրաթարցա գամ սիրելիներ երբ որ 40-ի գբերեն ծնողներ իրենց զավակները որբեսի 40-օրյա դաջարն զայն աստուծո 40-ի հանեն ինչպես ժողովուրդը գսե գրոնավորներ գկրգեն ու երեխան խորան կփարսացնեն մաշտոցին մեջ աղոթակիրքն է մաշտոցը որու մեջ բոլոր առողագարկերը կան երբեք չսվիր որ չմգրդված երեխան խորան կփարսացնեն այլ գսե փեմին թիմաց կփերեն գամ նույնը դիանտարաչի ժամանակ այո սիրուն է եւ գրոնավորներու փաղանքը խորան կփարսնա եւ ծնողներ իրենց զավակներ կփերեն եւ խորանի շուրջ կդարձնեն գրոնավորները որպես ընձայում բայց երբ որ երեխամը մգրդված չէ խորան չի փարսացվիր ոչալ հաղորդություն կդրվի ոչալ ոդնվագ կգարդացվի եթե արու զավակ կգադարվի եթե արու զավակ է եւ մգրդված չէ որովհետև ոչ մեկ խորուրդ կգադարվի մեգումը վրա որ դակավին հեթանոս է որ Քրիստոս չէ ընդունած սուրբ երրորդությունը չէ ընդունած սուրբ հոգին թրոշմը չունի վրան հետևաբար այս երևույթները պետք է առաջ կառնվին այս երևույթներում որբեսի քայթակություն չստեղծվի եւ մենք չթույլնանք մեր հոգեվոր հասկացողության մեջ եւ հատկապես այս խոսքս ուղված է հոգեվոր եղբայրներուս քահանաներու վարդապետներու ափեղաներու եւ եպիսկոպոսներու վերադառնամ այսօրվան նյութին պետք է ծերնատրել թբիր կամ սարգավակ ցանկի մեջ ապրող ամենօրյա ցանկի մեջ ապրող իքական սերի պատկանող էակները գիները աղջիկները որովհետև դժբախտաբար գտեսնենք սիրելներ որ ինչպես ասի մասնագի գերբով զանազան երկիրներու մեջ լա Բարսկաստան լա Լիբանան լա Կանադա եւ զանազան դեղեր որ բադանի աղջիկներ մոմ գբրնեն քշոց կնեն այս կնեն կամ այդ կնեն ես կուզեմ կանոնականի մասին խոսիլ եւ ադորամարսի որ եպիսկոպոսները կովկովի կան եպիսկոպոսական ժողովն են եւ այս հարցը քննարկեն լրջորեն եւ ընդհանուր մեկ օրենք ու որոշում առնեն ես կանանց դեմ չեմ քավլիցի
գհավադամ Պողոս Սարաքյալի սուրբ խոսքերում, որ գսե չի խդիր ոչ արուի եւ ոչ էքի, չկա դարբերություն Աստուծո դիմաց, բայց եկեղեցական խորհուրդներում մեջ բաներ կան, որ միայն դերը վստահեցավ իր առաքյալներուն, դեր Հիսուս առաքյալներուն տվավ քահանայական գարկ, գանանց չդվավ, իր խումբի մեջ գանայք ալգային, իրեն հետևող գանայք ալգային, բայց անոնց չդվավ քահանայական գարկ, ինչպես որ այսօր դժբախտաբար փողոքական ազատամիտ եկեղեցիներ ունին ոչ միայն սարգսակույներ, ունին քահանաներ, քահանայուհիներ, եպիսկոպոսուհիներ, որոնք գծարայեն, թե ինչպես գծարային կամ ոչ, ես անոր մասին չէ որ գուզեմ խոսիլ, ես գուզեմ ասել, որ Աստված ամեն մեկուն դարբեր բաշտոններ տված է, ինչպես որ կանանց տված է ամենամեծ օրհնությունը երեխա բերելու, այսօր դժբախտաբար այլափոխվածներ, transgenderներ, որոնք իրենց մարմինը կփոխեն, օրգանները կփոխեն, արուները եք կդառնան, գուզեն իրենք ալ զավակ բերել, որ ցույց տան, որ դղան ալ գրնա զավակ բերել։ Միթե Աստուծո թեմ չէ, բնության թեմ չէ, օրենքին թեմ չէ, հետևաբար նաև քահանայությունը Աստված դեր Հիսուս տվավ իր առաքյալներուն եւ առաքյալներն ալ իրենց հաջորդ դղամարդ հաջորդներուն եւ ոչ թե կանանց։ Շատ բարի, շատ խորհուրդ նույն է սիրելներ, մեր եկեղեցվո մեջ զանազան ժամանակներուն շոշափված է այս դույթը, սկանչելի կիրք մկրած է դեր ապելը, Օղլուկյան, հայ եկեղեցու սարգսակույները անունով քրկույկը, Հայր Դաջատ Յարդմյանը հայվանականության մասին կիրկմունի, եւ զանազան այսպես կիրքեր կան, կարելի է ընթերցել, բայց ես ցեզի փորձեմ խոսիլ հին ժամանակներեն, որտեղ բավական ուսումնասիրություն կատարեցի, որբեսի բարձաբես խաղապար ունենանք եւ ծնողներն ալ ճիշտ գոմնորոշվին։ Քանի որ ծնողներ ինձ դիմեցին ասելու համար, որ հայր վարտև մեր զավակներ, մեր աղջիկները գուզենք թբիր ծերնատրել, գրնանք ծերնատրել կամ ոչ։ Պետք է ծերնատրենք կամ ոչ։ Շատ բարի։ Հին ժամանակներեն քրիստոնեական կյանքի շրջանեն կանայք միշտ հոգևոր կորձին իրենց մասնակցությունը կբերեին, ինչպես որ Հիսուսի կյանքի մեջ կտեսնենք, որ Հիսուսի գեդևեին փարի կանայք եւ Հիսուսի առաքյալներու, Հիսուսի ամենօրյա ուդեստի եւ այլն պետքերը գոհոքային եւ այս գիներեն ոմանք իրենք էին որ առաջին անգամ կացին քերեզման անոնք կոչվին յուղափեր կանայք յուղբերին իրենց հետ որբեսի Քրիստոսի մարմինը յուղեին հետևաբար օծեին հետևաբար այս բոլորը սիրելներ փարի կանայք էին եւ առաքելական կյանքի մեջ ալ գտեսնենք որ հետևող գիներ գային որոնք ամեն ինչ թողած Աստուծո խոսքի դարածմամբ գսպաղեին օրինակ գգարտանք մենք Պողոս առաքյալի ուրեմն մեկ նամակին մեջ Գորընթացներու գրած առաջին Գորընթացներու նամակի 16-րդ գլխում մեջ Պողոս առաքյալ հետաքրքրական կերպով ուրեմն գխոսի թե ինչպես ներողություն հռոմայեցիներու 16-րդ գլխում մեջ գխոսի թե ինչպես գահանցնարարե Հռոմի եկեղեցին թե ինչպես պետք է հոգ դանեին Ֆիբե անունով քրոջը
որ ծառայություն գներ։ Ուրեմն գգարտամ Հռոմայացիս 16 առաջին երկու համարները գգարտամ։ Ցեզի գահանցնարարեմ գենքրայի եկեղեցիին ծառայող մեր Ֆիբե քույրը։ Ծառայել փարը հունարեն մեջ դիակոնոս սարգավակություն ընել կնշանակե, որտեղ սարգավակը ծառան է, ծառայողն է, սարգավակությունն էլ կնշանակե ծառայությունն էլ։ Հետևաբար այստեղ հունարենով դիակոնիա փարը ոմանք կսեն օ սարգավակուի այս Ֆիբեն, բայց նաև ծառայող է։ Ադորամար գսեն Սուրբ Բողոսարակյալ ցեզի կանցրարեմ գենքրայի եկեղեցին ծառայող մեր Ֆիբե քույրը, որբեսի Տիրոջ անունով ընդունիկ զայն, ինչպես որ հավատացյալներուն գվայել է, եւ դերը լակ իրեն, երբ ովևէ բանի պետք ունենալով թիմեց էզի, ինչու, որովհետեւ ինքն ալ շատերուն դեր եղավ եւ ամենեն ավելի ինձի, քանի որ դեր եղավ, դեր գլար շատերուն, այրիներուն, որբերուն, ես այս մասին քիչ վերջ պիտի խոսիմ։ Նաեւ սիրելներ ուրիշներ գսեն, որ Սուրբ գրքի մեջ խոսված է սարգավակներու գիներու մասին։ Այո, առաջին Դիմոթեոսի նամակի մեջ երրորդ գլուխ, եւ որ Բողոսարակյալ գխոսի սարգավակներու մասին, ապա 11-րդ համար, առաջին Դիմոթեոս 3-րդ գլուխ 11-րդ համար, գսե անոնց գիները նույնպես պետք է բարգեշտ ըլլան եւ ոչ թե չարախոս, այլ զուսպ եւ ամեն բանի մեջ վստահելի։ Հետևաբար ոմանք կսեն, տեսեք, սարգավակները իրենց գիներ ունին, հետևաբար անոնք ալ ծառայողներ էին։ Սիրելի քույրեր, եղբայրներ, հին ժամանակ, շատ հին ժամանակ կանայք եկեղեցվո կյանքի մեջ մեծ օգտակարություն էին, ինչպես որ այսօր մեր եկեղեցվո մեջ օրինակ կան դիկնած միությունները, որոնք անքնահատելի աշխատանք կտանին, թբրուհիները, որոնք համարյա աշխարհով մեկ իրենք է որ սուրբ բادرակը գերքեն, եւ այս բոլորը սքանչելի են գիրակնորիայի ծառայող ուսուցչուհիները, որոնք երեխաներ կդաստիարակեն։ Տեսեք, եկեղեցին բաց է, որ կանայք ծառայություն մատուցան են եկեղեցվո մեջ, բայց գարկ ստանալու ուրիշ բան է, ծառայություն ուրիշ բան է։ Հին ժամանակներու մեջ գարկ մը եկեղեցիներ ունեցած են քահանային գողքին օգնական սարգավակուհիներ կամ ծառայողներ, որոնք սիրելներ մգրդության ընթացքին հատկապես իրենց մասնակցությունը բերած են։ Ասեմ որ սովորական կանանց արգելված էր մգրդության մասնակցել, չէին մասնակցել, որովհետև գսեին եկեղեցու հայրերը Սուրբ Մայրիկ Աստվածածինը, Դիրամայրը ինքը մասնակցեցավ Քրիստոսի ծնունդին, ոչ, հետևաբար կանայք պետք է հեռու մնային։ Բայց ինչ կբադայր։ Ինչպես որ մինչև այսօր ասորի եկեղեցվո մեջ նախքան մգրդվելը ովև մեկը նախ ամբողջ իր մարմինը յուղով գոծեն, աբա ճուրի մեջ գմգրդեն եւ աբա եպիսկոպոսը կամ քահանան Սուրբ Միրոնով գոծեն կամ ցիտայյուղով գգնքեն։ Հիմա քանի որ գմերգանային, եթե դրամարդ էր, քահանաները անոր մարմինը յուղով գոծեին, հաբա եթե գինը լար եւ ասիգա մեծ քայտակություն պիտի լար, եթե դրամարտի գնային։ Հետևաբար եպիսկոպոսներուն կով կամ քահանաներուն մոտ գտնվեին կանայք, որոնք իրենց կյանքը նվիրած էին ամբողջությամբ եկեղեցվո, եւ այս կանայք է որ գոծեին մարմինը այդ կանանց, որոնք չէին մգրդված, երախա էին, երախա կնշանակե չմգրդված մարդ եւ ոչ թե երախա։ Հետևաբար իրենք է որ անոր մարմինը գոծեին եւ վերջը գահակցնեին գուքար այդ գինը ճուրի մեջ գմգրդվեր եւ ապա եպիսկոպոսը անոր միայն ջագադը եւ մարմնի գարկմը անդամները
գտրոշմեր։ Եվ այս մեկը գտնենք մենք երրորդ թարուն դիդասկալիա անունով գոչված ասորական քրքի մեջ, որ կնշանակե վարտաբեդություն, առաքելոց, առաքյալներու վարտաբեդությունը։ Եվ այնտեղ գսվի այդ վարտաբեդություն առաքելոցի մեջը, որ այս գիներուն, որոնք գամ այրի գլային 60 վեր այրիներ էին, ինչպես որ Պողոս առաքյալ գսե այրի սեբե 60 դարիքը լրացած գինը, այրիներ գլային գամ վանական կյանքին նվիրված միանցնուհիներ։ Հետևաբար անոնք համայնքի մեջ դեսակմը աշխարհական ճգնավորներն էին եւ անոնք ձիսական առողություններ գադարելու կամ քարոզելու իրավունք չունեին։ Անոնց հիմնական բարդականություններ համայնքի մեջ աղոթել եւ հիվանդները խնամել։ Իսկ 12-րդ եւ 13-րդ թարերուն գհիշվին սարգավակույներ, ինչպես ասի, որոնց բարդականությունն է ավիդարանել, այսինքն ավիդարանը գարտալ, խոսիլ գանանց, երեխաներուն, բադաններուն եւ մգրդության ժամանակ օգտակար հանդիսանալ գրոնավորին եւ այնտեղ գսվի, որ դուներ կան, որտեղ կանանց որտեղ հետանոսներեն պետք ըսկուշանալով կանանց մոտ կարելի չէ դղամարդ սարգավակ ուղարկել եւ այս սարգավակույներու հիմնական պաշտոնը մգրդվող կանանց մեջ գիները ճուրի մեջ իջեցներեն ամիջապես առաջ, ինչպես ասի, յուղով օձելներ հագցնելը եւ ապա դանիլ եպիսկոպոսին կամ քահանային մոտ որբեսի մգրդեր զիրենք զանոնք եւ իրենց ճակատները տրոշմեր եւ ատկե վերջը այդ գիները հոգեվոր դաստիարակությամբ կսպաղվեին այս սարգվակույներ հոգեվոր դաստիարակությամբ կսպաղեին մգրդվողներուն բարդականություն ունեին որ զանոնք քրիստոնեական հավատքով դաստիարակեին եւ ըստ ուրեմն վարտաբեդություն առաքելոցին եթե եպիսկոպոսը գներգայացներ խորտանշեր հայր Աստվածը քահանան խորտանշեր Քրիստոսը ապա այս սարգվակույները կամ սարգվակույն խորտանշեր Սուրբ Հոգին իսկ ըստ առաքելական կանոնադրության որ 4-րդ տարուն ուրեմն գրված է գսե սարգվակույին գրնա կամ այրի գին ըլալ ամուսնացած եւ ամուսինը մեռած գին եւ կամ գրնա գույս ըլալ սակայն անոնք գիները հաղորդության տածքին դղամարտոց կոմը չէին գրնար գենալ բայց այս սարգվակույները կամ այրիները գանանց մեջ առաջին դերը գկրավեին եւ ասոնց հիմնական բաշտոնը հետևյալներ որ անոնք գրնային եպիսկոպոսին գողմե ովև մեկ խոսք մը փոխանցել ուրիշ եկեղեցներուն գրնային հոգևոր ուրեմն խնամադարությամբ ըսպաղիլ անոնք գրնային նաև մգրդության ժամանակ օգտագործություն ունենալ նորեն ասիգա ըստ առաքելական կանոնադրության բայց իրավունք չունեին եկեղեցվո մեջ օրհնություն տալու կամ այնպիսի առողջություններ գադարելու որոնք կհամարվեին իրավասությունը այր սարգավակին կամ քահանային եւ ձիսական կյանքեն դուրս այս սարգավակույները գրնային հանստարությամբ
եպիսկոպոսին պատկամը փոխանցել ուրիշ համայնքներու, գրնային համապատասխան գաբեր ստեղծել դվյալ համայնքի կանանց հետ եւ եկեղեցական բարձրակույն իշխանության միջև խոսակցությունը փոխանցել, պատկամները փոխանցել։ Նաեւ սիրելներ, այս սարգսակույները բացի մգրդության ժամանակ օձելու մարմինը կանանց մարմինը օձելու իրավունք ունենալ է, նաեւ մահացած կանանց վերջին լոկանքը գուտային, լվացումը կգադարեին եւ հագուստը կհագցնեին։ Այսալ անոնց բարդականության դակինար։ Բայց ինչպես ասի, խստիվ արգելված էր քարոշչական բարդականություն կատարել կամ խորանի սպասարկման ովևէ կորցատրություն կատարել։ Ասիկա առաջին 3 տարերուն 4-րդ տարուն Նիգյո ժողովի մեջ 19-րդ հոդվածի մեջը ուրեմն գխոսվի սարգսակույներու մասին եւ զանոն կթասեն աշխարհականներու շարքին ովևէ մեկ բաշտոն բարդականություն չունին եկեղեցական իմաստով։ Մեր եկեղեցվո մեջ 4-րդ տարեն յետք արդեն ներսես մեծ հայրաբեդեն յետք գուսանոցները հացվեցան սիրելներ։ Քրեթե մեր բոլոր կավարներու մեջ գուսանոցներ կային։ Եվ այդ գուսանոցներու մեջ կանայք կսպաղվեին այրիներով, որբերով։ Սակայն մեր եկեղեցվո մեջ ալ սահմանափակ, այսինքն երբեք սովորական եկեղեցներու մեջ ծառայողներու բացարձակ կերպով ովևէ մեկ ցերնատրություն չեր դրվեր, բացարձակ կերպով։ Ներսես շնորհալի ներողություն, ներսես լամփրոնացի հայրաբեդը գին վանականները, վանապնակները գսե որ անոնք իրավունք ունին վանքերու մեջ ապրելու, բայց սարգսակության ճաշտոն ոչ։ Նույնիսկ ներսես շնորհալի հայրաբեդ, որ թուղթ ընդհանրական ունի, ուղված մեր եկեղեցվո քրեթե բոլոր թասերուն, իշխաններուն, գրոնավորներուն, աշխարհականներուն եւ այլն, երբեք խոսք ուղված չունի սարգսակույներու կամ ովևէ մեկ գարկ ունեցողներու։ Ավելի ուշ է որ մեր եկեղեցվո մեջ զարգացավ սարգսակուհի ցերնատրվելու հարցը, ես հիմա գխոսի մադոնց մասին, թե ինչու եւ երբ, բայց սկզբնական շրջանին այդպիսի բան գոյություն չկար, եւ հիմա որ պիտի խոսիմ, թե սարգսակույներ եղան մեր եկեղեցվո մեջ, սակայն ոչ սովորական իմաստով, ինչպես օրինակ եկեղեցներու մեջ այսօր սարգսակներ կամ բոլոր եկեղեցներու մեջ, այլ վանքերու մեջ, գուսանոցներու մեջ։ Մխիթար Քոշը, որ Մխիթար Վարդապետ Քոշը, որ Թադաստանակիրը գրած է եւ Քոշի վանքի մեջը այսօր ալ իր ուրեմն արձանը գա եւ հոներ որ ինքը դբրոց ուներ եւ այնտեղն էր գրած իր Թադաստանակիրքը 1184 թվականին, այսինքն այսքե շուրջ 950 տարիներ առաջ, 975 տարիներ առաջ, իր Թադաստանակիրքի մեջ հետևյալը գրես սիրելներ։ Քրապարով է, ուրեմն գարտամ 1-2 նախատասություններ վերջ կթարգմանեմ, են եւ իգանանց սարգսակունք ցերնատրիալ, որ կոչին սարգսակուհիկ, ուրեմն գան գսե գիներու մեջ նաեւ սարգսակական ցերնատրություն ունեցողներ, որոնք կոչվին սարգսակույներ, վարսն քարոզելով կանանց, որոնց բարդականությունը գիներուն քարոզել, այսինքն ավետարանը պատմել, ոչ բացադրել, պատմել, եւ ընթերնուլ ավետարանը եւ ավետարանը գարտալ։ Այս էր բարդականությունը սարգսակույներուն, զիմի մտցե անթր այր, որբեսի հանգարց այնտեղ դղամարդ չմտներ, եւ մինա արդակս քան ըզ վանսն ելանից է, եւ այս սարգսակույները վանքի մեջ պետք է մնան եւ ոչ թե պետք է վանքեն դուրս ելեն։ Բայց հորժամ մգրդություն առնեն քահանային,
քան ավազանն եւ սակայն երբ որ քահանան մգրտություն կգադարե այս սարգվակույները գրնան ավազանի մոտ գալ ինչպես ասի նախաբես կանայք չէին կար միայն այս սարգվակույները գուքային սիրելներ բայց հորժամ ուրեմն քան ավազանն զի ըզգանայսը նոքա լվանան չրով կավության ներքո վարակուրին որբեսի վարակուրին յետևը այն գիները որոնք մգրտության գուքան զանոնք կավության ճուրով մգրտության ճուրով լվային որտեվ գմերգացնեին զանոնք մի ինչ նոր եւ անգարկ վարկցիս զայս չգարձեք որ գսե ասիգա նոր եւ անգարկ փամն է այս ծևը որ կգադարվի քանզի իսրփոց արաքելոցն ավանտուտենե ուսանում որտեվ սուրբ արաքյալներու ավանտուտենեն գիտենք գսեվը խիտար վարտաբեդ կոշը քանզի ասե հանցն արնեմսես սպիփե քույրմեր քանի որ ինչպես ցեզի գարտացի հռոմայացիներու նամակի մեջ 16-րդ գլխու առաջին երկու համարներու մեջ Բողոս արաքյալ գսե ցեզի գանցնեմ ֆիբե քույրը որ է սպասավոր եկեղեցուն որ եկեղեցվո սպասավոր է զարայ է սարգվակուհի է մեկ խոսքով նույնը գսե սիրելներ 1165 թվականին սմպատ սպարաբեդի պատրաստած Թադաստանակիրքը իսկ 1299-ին Ստեփանոս Սունյաց եպիսկոպոսը Ստեփանոս Օրպելյանը իր բատմություն նահանգին սիսական կորձին մեջ սարգվակույներու մասին հետևյալը գկրե իսկ իգանանց սարգվակուհիկ լինին զի իգանանց վանս կարոզեն ուրեմն գիներեն սարգվակույներ գլան որբեսի գանանց վանքերուն մեջ կարոզեն այսին ավետարանը գարտան գանանց վանքերու մեջ այսին գուսանոցներու մեջ մենաստաններու մեջ եւ ոչ թե սովորական վանքերու եկեղեցներու մեջ բարբերությունը հսկա է ուրեմն քարոզե եւ ընթերնու ավետարանը պետք է քարոզե այսին խոսի եւ գարտա ոչ համփոխի ոչ թե ժողովրդին թիմած ի վերապեմին փեմին վրա ելնելով այլ առանցինն գամ հանգյան ուրեք գամ առանցին պետք է լա գամ ուրիշներու ագանչին բայց իսուրբ խորհրդույն սպասավորություն փնավ մի հբեսի բայց սուրբ խորհրդին սպասավորության այսինքն սուրբ հաղորդության բեկչետ գբի բեկչետը որբես զարու սարգվակսն ինչպես որ արու սարգվակներ դղամարդ սարգվակներ գտնան հետևաբար հստակ դարբերություն կա արու սարգվակներուն եւ վանքերու մեջ եղող սարգվակույներու միջև ավելի ասեմ սարգվակույները այսպես կոչված գիսասարգվակի ճաշտոններ ունեին բայց սգի եւ այլն չէին գրնար դարձնել իրավունք չունեին Բողոս վարտաբեդ դարոնացին 13-րդ տարուն ասիգա այն ուրեմն Բողոս վարտաբեդն է որ սիրելներ գրած է բادرակի մեկնություն իր ուրեմն խմփակրած թուղթ ընթեմ Թեոփիստե հորոմ փիլիսոփային կորձին մեջը ասորիներու եկեղեցական որոշ ավանդություններուն թեմ փողոքելու արիթով հետևյալը գկրե շատ հետաքրքրական է Նաև գանանց հրամայեն խոսքը գուղի ուրեմն խոսքը ուղված է ասորիներու մասին ասորիներ գսե հրամայեն գանանց ելանել ի սուրբ խորանն աստուծո որ աստուծո սուրբ խորանը բարձրանան որ օդար է հարակելական եւ իմարկարիական կանոնացն եւ այս մեկը որ գանանց ասեն խորան բարձրացեք խոսքանշու սարգվակույներու մասին է չմոռնակ սովորական գանանց մասին չէ եւ գսե այս իրենց գադարածը օդար է արաքելական եւ մարկարիական կանոններեն զոր եւ ադյաց իսկ զայս հոգին սուրբ եւ ասիգա ադելի է նզովելի է սուրբ հոգին ալգոմե սուրբ խորանն գոխան արնել կանանց որ սուրբ խորան գոխեն կանայք ադելի է սուրբ հոգին կանայք միշտ կնկատվին ամմակուր իրենց մարմնական ամմակրության պատճառով հետևաբար խորան բեք չէ բարձրանան այսօր ցավի սիրտ այսալ թուլության ուրիշ երևույթներն է ինչ որ խոսքիս սկիզբը ասի
որ կանայք Աստված օրհնե իրենց, բայց եկեղեցու խորանգը բարձրանան մակրություն ունելու համար։ Այո, գիտեմ, կանայք մակրասեր են, օրհնյալը լան, բայց խորան չեն գնար բարձրանալ։ Անիկա բարդականությունը պիտի լա եկեղեցու սարգսակներուն։ Կամ նշխարը պետք է քահանան պատրաստե նույն օրը բادرակեն քանի ժամ առաջ դեսած եմ գրոնավորներ Աստված օրհնե իրենց, որոնք բادرակեն ամիջապես առաջ պատրաստեր են եւ ոչ թե դան սովորական կանանց որբեսի պատրաստեն այդ նշխարները։ Դեսեք որքան թուլություններ եղած են մեր եկեղեցու մեջ։ Պետք է իդ արտնանալ սիրելներ, պետք է հավատարիմ գտնվել ամեն ինչի։ Շարունակեմ այդ բոլորնալ դարբեր նյութեր են եւ կարելի երկար ադոնց մասին խոսիլ, բայց բարձրապես գակնարգեմ, որբեսի կոնե եպիսկոպոսներ երբ քովկովի ավակվին եպիսկոպոսական ժողով կմարեն այս բոլորի մասին հստակ որոշում առնեն։ Եթե այսօր գուզեն ծերնատրել կանաներություն սարգսակույներ ամենօրյա եկեղեցիներու մեջ, թող հստակ որոշում առնեն եւ ոչ թե գարգդանի պես ամեն մեկը ուրեմն ինչ որ ինք կգամենա, ինչ որ խելաբադի կգուզե այդպես ընե եւ մեկը մյուսին հայտակության բաժալա եւ այսպես մեր եկեղեցին գդոր լա ինչպես օրինակ փողոքականության մեջ ամեն մեկը առանցին ինչ որ գուզե այդպես կնե օդար փողոքականության մասին է խոսքս ավիդրանական եկեղեցիներու մեջ ուրեմն եւ արդ ահա քրյալ է հորենսն եւ ահա գսե օրենքի մեջ գրված է եթե Մովսես միայն իշխեր ելանել ի գլուխներինն օրենքի քիրքերու մեջ գրված է որ միայն Մովսեսը իրավունք ուներ լեր բարձրանալու սինա լեր բարձրացավ որպես Աստուծո հետ հանդիպեր եւ խոսել ընդ Աստուծո եւ լեր բարձրացավ որպես Աստծո հետ խոսեր միայն Մովսես իրավունք ուներ օրինակ այսմ Աստվածընկալ խորանիսն Աստուծո որովհետեւ այդ սինա լերը այսօր գխորտանշե խորանը եւ ամենայն քահանայքն գանկնյալ գային իստորոտ լերինն որ է այս եկեղեցի Քրիստոսի իսկ մնացյալ բոլոր քահանաները գսե ստորոդն էին լերանը ստորոդն էին սինալեր չփարստացան այլ ստորոդը մնացին եւ անիկա խորտանշե եկեղեցին ուր որ քահանաները գնստին թասը եւ ժողովուրդն գային իստորոդ լերինն որ է արդակին սրահ եկեղեցին եւ ժողովուրդն ալստորոտներ գտնվեր եւ անիալ ադյանի բաժինն է եկեղեցու այսօր որ ժողովուրդը գնստի այն լյարն օրինակ էր այս սուրբ եկեղեցուից եւ այսվիսի բադվիրանս ի հին օրինացն յետավ սրբությամբ մերցնալ իլյարն սուրբ եւ հետեւաբար եկեղեցին օրինակն է այդ լերան եւ ինչ որ այդտեղ դրվեցավ եկեղեցու մեջ այդ սրբությունը պետք է կործատրել իսկ նորումս նոր ժամանակներուն այսպես ասեկիրան եթե Հակոբոս եղբայր դիարն ուրեմն նոր ժամանակներուն Քրիստոսի ժամանակներուն Հակոբոս դիարն եղբայրն էր նա միայն իշխեր մտանել իր սրբություն սրբոց միայն ինքն էր որ իրավունք ուներ սրբություն սրբոց մտնելու նոր ժամանակներուն քրիստոնեական ժամանակներուն ի հնումն լիարն հրով վարյալ լիներ անցյալին եթե ովև մեկը սրբություն սրբոց մտներ գայրեր գրագով եւ ինորումս այս եկեղեցի որ է բնակարան Աստուծո եւ հիմա նոր ժամանակներուն որ Աստուծո բնակարանն է եկեղեցին եւ դեղի զենման արյան բادرակին Քրիստոսի եւ խորանը այն վայրն է ուր Քրիստոս գբادرակվի եւ այս է ճշմարտություն դնորենության Քրիստոսի զոր եւ Սուրբ Հայրապետքն որին իգյա ժողովեցան ըզնզովս կարկեցին եւ ասացին թե ոչ է բարդ կանանցն իբեմ ելանել ուրեմն Նիգյո ժողովին գսեմ եկեղեցու սուրբ հայրերը քովկովի եկան եւ ժողով կմարեցին եւ ըսին որ նզովյալ ըլլան այն գիները որոնք խորանգը բարձրանան հետեւաբար չէք գիտեր սիրելի կանայք եթե մինչեւ այսօր հիմա գիտեք անոնք որոնք կլսեն եւ խորանգը բարձրանան մակրության կամ ո՞ե մեկ բանի համար գարելի չէ Զոր եւ Սուրբ Արաքյալ Սմբողոս արկելուր ըստասս կանանց եւ ոչ դար նոցար թույլ փնավ խոսել եկեղեցին ինչպես որ գսե Բողոս Արաքյալ գարկիրել կանանց որ եկեղեցվո մեջը քարոզեն դրամարտոց
Եվ այս մասին Պողոս Արաքյալի ուրեմն քրության մեջ կգարտանք առաջին Դիմոթեոսը քիչարացեզի գարտացի սիրելներ երրորդ գլուխեն, հիմա նայեցեք գարտամ ցեզի առաջին Դիմոթեոս երկրորդ գլուխ, գսե Պողոս Արաքյալ 11-րդ համարեն սկսյալ, եկեղեցական հավաքույթներուն գիներ պետք է սորվողը լան միայն լրությամբ եւ գադարյալ հնազանդությամբ 12-րդ համար չեմ արդոներ որ գին այր մարդուն սորվեցնե կամ հեղինակություն փանեցնե անոր վրա ընդհանրակը պետք է լուր մնա 10-րդ համար որովհետեւ նախ Ադամ էր որ ստեղծվեցավ եւ հետո միայն Եվա դժբախտաբար այսօր գանայք մեկ մյուսին յետևեն քարոզիչ դարձերեն այսօրվան բատկամապերն է այսինչ քույրը ինչ բատկամապեր վերջացան եկեղեցականները հիմա գանայք բատկամապեր դարձան այս սանցարցակութենեն պետք է ազատինք նույնիսկ գանայք եւ որ կովկովի դուներու մեջ կավակվին իրավունք չունին բացատրություններ տալու իրավունք ունիք հավաքվելու իրավունք ունիք միադեղ աստվածաշունչ ընթերցելու եկեղեցվո հայրերեն ընթերցելու աղոթելու այդքան ոչ բացատրություններ տալու դժբախտաբար ամեն մեկ խումբ հիմա մեկ մյուսին թեմ է ես կերտամ այսինչ քույրին կովը մյուսը կերտա մյուս քույրին կովը եւ գիտեմ խումբեր որոնց քույրը չարդոնաց իրենց եկեղեցի երթա այլ պետք է իրենց մոդելա սիրելներ այս ահավոր վիճակեն պետք է դուրս գալ գանայք շատ մեծ օրտնություն են մեծ օրտությամբ աշխատանքներ ունին կյանքի մեջ բայց ոչ քարոզելու ինչպես որ այսօր դժբախտաբար ըսի արդեն դարածված են գդարածվին եւ ցավի այս մեկը բեք չէ գադարել սիրելի կանայք լսեցեք եթե գուզեք կովկովի հավաքվեցեք աղոտ կրեք միադեղ աղոտ կրեք սուրբ գիրք ընթերցեցեք եկեղեցվո հայրերեն գարտացեք սուրբ գրոց գադարված սերտողություններ լսեցեք եւ խոսեցեք ոչ թե գարձիկներ փոխանցեցեք հոգեվոր փորձառություններ բատմեցեք իրարու բայց ոչ թե աստվածաշունչ բացադրեցեք այդպես է որ աղանտավորներ գշատնան այդպես է որ գմոլորին մարդիկ անորամար երբեմն մարդիկ կովսկան գսեն կանայք եւ որ հարցում գարցնեն ես գսեմ իրենց պատասխանը աստվածաշունչեն կամ մեր հայրերեն ինձ գսեն բայց ես այսինչ քրոջ կովը աղոթաժողովին գերտամ մեզի այդպես չսա մեզի ճշտագարագսավ կնա այդ աղոթաժողովի գնոջ քույրին ըսած ուրեմն կորձատրե ուրեմն այդ հոգևոր քրոջ խոսքը աստվածաշունչեն կամ եկեղեցվո հայրերեն ավելի բարձր է ու ավելի ճիշտ է շարունակեմ եւ ահա թոքա այսինքն եւ ահա ասորիները հագարակ Պողոսի ելյալ եւ զգանայս ըմփեմագանը սարարին Պողոսի հագարակ եղան եւ գիները փեմ փարսացուցին եւ այլն սարգավակույներ ցերնատրելու սիրելներ այս դարաձումը վանքերու մեջ արաբելապար սկսավ մեր եկեղեցվո մեջ 10-րդ դարեն յետք ասեմ որ երրորդ դարեն մինչև 11-րդ դար 13-րդ դար լադին եկեղեցին չէ ունեցած երբեք սարգավակույներ ունեցած է գուսանոցներ եւ այսօր ալ գուսանոցներ ունին բազմաթիվ մայրաբետներ ունին մայրաբետներ գոչենք մենք քույրեր են անոնք օրթոդոքս եկեղեցիներն ալ առաքելական եկեղեցիներն ալ փոլորնալ ունին ուղղափար եկեղեցիները լան անոնք արեմդյան ուղղափար լան արևելյան ուղղափարները մեր եկեղեցիները ունեցած են սիրելներսի բազմաթիվ գուսանոցներ բայց դժբախտաբար հատկապես չարտեն յետք մենք քրեթե գործընծած ենք ես այսօր գխոսիմ վերջավորության գխոսիմ այսօր մեր եկեղեցիներու մեջ կան գուսանոցներ եւ այլն բայց գուսանոցներու մեջ ընդհանրապես գուսանք ինչի նվիրված են
Գուսանոցներու մեջ գույսերը նվիրված են աղոթքի, ձոմաբահության, քրչակրության, քրչակրությունը սիրելներ այն է, որ մադյաններ, աստվածաշունչ եւ եկեղեցու հայրերու քրություններ գնթորինակ էին, չմոռնակ որ անցյալին դպակիր քիր չգար, հետեւաբար շատ կանայք վանքերու մեջ կամ գուսանոցներու մեջը, գուսաստաններու մեջը քրչակրությամբ կսպաղեին։ Ունեցած եք մենք սկանչելի նաև գարկմը անդամներ, որոնք Սահագանուշ օրինակ Ստեփանոս Սյունեցի քույրը, որ շարագան քրած է, կամ Վահան Կողնացի քույրը, որ իր եղբոր նվիրված շարագան քրած է։ Անշուշտ մենք ունեցած ենք սրբույներու հսկա հույլմը։ Այս բոլորը սիրելներ օրհնություններ են մեր եկեղեցվո մեջ։ Հիշեցեք իմ խոսքս, բարձաբես որ այսօր եկեղեցներու մեջ այսպես ինքնագամ ծևով առաջնորդներ կրնան դեղ ցերնաթություններ կդարել։ Ամենեն հրճակավոր գուսանոցը 7-րդ դարեն վերջ Հայաստանի մեջ եղած է Շենհիրի գուսանոցը, այնտեղ գաթողիկոսներ այցելած են, օրինակ Սիմեոն գաթողիկոսնալ եւ զանազան գաթողիկոսներ, Տաթևացի գաթողիկոսը Մովսես Տաթևացին եւ Շենհիրը մեծ միապանություն ունեցած է գույսերու, բայց գուսանոցներու մեջ ապրող կանայք բացարձակ կերպով սարգսակույներ չեն եղած, ադիգա ավելի ուշ պիտի ելար, այլ միայն իրենց մեծավորուհին ունեցած է գարկ, ավակ սարգսակույի կամ մայրաբեդ կոչված է, որպեսզի ամբողջ կորձերը դնորին է, բայց այլապես ինչպես ասի այս միանցնուհիները, որոնք ապրած են անաբատներու մեջ, վանքերու մեջ, սպաղած են աղոթքով, քրչակրությամբ եւ զանազան այսպես դնային կորձերով։ 17-րդ դարուն բացի ուրեմն Շենհիրի Հայաստանի մեջ եղած գուսանոցեն Հայաստանեն դուրսալ սկանչելի գուսանոցներ ծաղկած են, գլխավորապես 3 տեղեր։ Առաջինը Նոր Չուղայի մեջ։ Նոր Չուղայի մեջ 1623 թվականին Սուրբ Գադարինեի վանքը կհաստատվի։ Ուրեմն երբ որ գքախտեն Շահապասի ժամանակ շատ հայեր թեպի Նոր Չուղա, այնտեղ նաև իրենց հետ կփոխադրեն գույսեր եւ իրենց հետ կփոխադրեն Սրբուի Գադարինեի մասունքները, Սուրբ Հռիփսիմեի մասունքները, Սուրբ Հովանես Մկրտիչի մասունքները եւ վանք մը կստեղծեն Սուրբ Գադարինեի ուրեմն վանքը եւ այս միապանությունը գույսերու 1623 թվականեն մինչև 1954 թվական գկոյադեվե։ Դժբախտաբար վերջնական այլևս կփակվի վանք 1954-ին, որովհետև ոչ մեկ գոչում չունենար։ Ուրեմն երբ կգարտայի այդ վանքի օրենքներու մասին, հետևյալը հետաքրքրական էր։ Առաջին անգամն էր, որ այդ վանքի մեջն է, որ գիշվի, այն գույսերը, անոնք որոնք մտած էին վանք եւ գուզեին վանական ուխտ ընել, վերջնական ուխտ, մնայուն ուխտ, նախ որ պետք է 20 տարիքը ավարտած լային եւ 20 տարին ավարտել է յետք վանական ուխտատրություն գնեին եւ նորընծանները եպիսկոպոսին գողմեն գստանային եկեղեցական 4 խոնար թբիրի գարկերը, այլ խոսքով թբիր։ Բայց լավ լսեցեք, գուսանոցին մեջ
եւ սարգսակության ճաշտոն սկսան ունենալ գարկ մգույսեր միայն 1623-ին վանքը հաստատված էր 1851-ին այսինքն շուրջ 220 տարիներ ետք միայն առաջին անգամ սարգսակուհի գծերնատրվի վանքին մեծավորուհին եւ գարկմը ուրեմն քանի մոհքիներ ինչ են մղված եւ ադիգա գդարե Թաթիոս arczepiskopos Բեգնազարյանը որբեսի վանքին մեջ եկեղեցական որոշ սպասարկություններ իրեն կատարեն ինքնա որովհետև չունեին սարգսակներ որ բادرակի ընթացքին ծարայեր հետևաբար գարկմը սարգսակույներ ցերնատրվեցան որբեսի կարողանային բادرակի ընթացքին ավետարան գարտալ փուրվարնել եւ մեծավորուինալ սուբսգի դարձնել այլաբես ովևէ մեկ ցևով արկիլված էր նայեցեք եւ գսե գուսաններեն միայն մի քանին սարգսակուի ցենատրված են միայն իսկ մնացած մասը մնացյալ բոլոր ընձայալները վանական ուխտրածները միայն տբիրի գարկ ունեին Հայաստանեն դուրս Շուշիի մեջը ցավիսիրտ այսօր Շուշին գործունեած ենք բայց Շուշին նաև եղած է վանականության գետրոն սիրելներ բայց շփախտապար շատ գարջ ժամանակը ուրեմն աբրած է բայց ես կուզեմ Շուշիեն բացի խոսիլ նորեն մեծ դբրոցի մասին կամ Գուսաստանի մասին Թիֆլիսի մեջ գիտենք որ Թիֆլիսի մեջ Վրաստան մեծ էր թիվը հայության եւ այնտեղ ճիշտ ինչպես որ էր նոր ճուղայի Սուրբ Գադարինե միապանությունը միանցնուհիներու այդպես ալ նույն այս ոգիով բացվեցավ Թիֆլիսի Սուրբ Ստեփանոսի գուսանոցը 100 տարի յետք նոր ճուղայեն այսին 1724-ի 1726-ի ժամանակներուն եւ այստեղ մեծավորուհին միայն արվակ սարգսակության գոչում գստանար եւ իրավունք ուներ գրելու մեկ կամ երկու լանչախաչ եւ իրավունք ուներ մատնեմադին գրելու մադանի որ խորհրդանիշ է իշխանության եւ վերջապես գիտեք որ Հայաստանեն դուրս գլխավոր 3 կետրոններու մեջ հայությունը շատ զորավոր էր խոսեցա նոր ճուղայի մասին խոսեցա Թիֆլիսի մասին բայց նաեւ Գոստանդուպոլսո մեջ հայությունը շատ զորավոր էր եւ այնտեղ Գոստանդուպոլսո մեջ 1866 թվականին Սրբուհի նշան Քալֆայանի գողմե բացվեցավ Քալֆայան վանք գուսանոցը որուն գլխավոր նպատակն էր որբեր խնամել հետևաբար անոնք որբախնամներ էին եւ այդ Քալֆայան միապանությունը շարունակվեցավ մինչև 90-ական թվականները չեմ գիտի թե այսօր բոլսո մեջ դակավին գտնվին բայց չեմ խորիր որովհետև հիմա կբացատրեմ ինչու վերջին սարգսակուհին քույր Հրիփսիմեն որուն շատ լավ գճանշնայի քույր Հրիփսիմե Սասունյանը հրավիրվեցավ 1986 թվականին Լիբանան որբեսի միապանությունը ստեղծեր Լիբանանի մեջ սակայն նախքան փոխանցելս հետևյալը այս միապանության մեջ այս Քալֆայան միապանության մեջ հետաքրքրական հետևյալն է միակ
միակ գուսանոցներ մեր եկեղեցու մեջ միակ գուսանոցի եղած է, որ բոլոր մնայուն վանականության ուխտ ըրած կանայք գույսերը միանցնուհիները սարգվակուհիներ էին, միակներ, եւ իրենց մեծավորուհին ավակ սարգվակուհի կոչվեր, բայց նորեն գսեմ այս իրենց ունեցած սարգվակության գոչումը իրականության մեջ կհամապատասխաներ դղա մարդոց գիսասարգվակության ճաշտոնին հետ միայն գլխավորն էր որ իրավունք ուներ մեծավորուհին էր որ իրավունք ուներ սուբսիդի դարձնելու մնացյալները ոչ եւ վանքին առաջին հագրագոր վանքը այս գուսանոց վանքը Քալֆայան 1866-ին հիմնված էր բայց վանքի առաջին մեծավորուհին սարգվակույց էր նատրված էր 1932 թվականին Նարոյան բադրիարքին կողմէ իսկ քույր Հրիփսիմե Սասունյանը որ դժբախտաբար եղավ վերջինը 1982-ին սարգվակույց էր նատրվեցավ շնորհք բադրիարք Կալուստյանին կողմէ Բոլսո բազմապեղուն բադրիարքն էր շնորհք բադրիարքը եւ իմ ուսուցիչներս երանելի ուսուցիչներս Կարեկին Երջանկայի Շադակ Գաթոյգոսը որ Անտիլիասի մեջ Լիբանանի մեջ գիլիգու որպես Կարեկին երկրորդ Գաթոյգոս էր եւ ապա 1995-ին եւ որ ամենայն հայոց Գաթոյգոս ընդրվեցավ դարձավ Կարեկին առաջին Սարգսյան Գաթոյգոս ուրեմն Կարեկին վեապարը զինք հրավիրեց Հրիփսիմե քույրը Անտիլիաս որբեսի քար այնտեղ եւ կանանց մեջ հայ կանանց մեջ նվիրյալներ գտներ որոնք ունեին ոգին ծարայելու եւ միապանությունը ստեղծեր եւ ես կհիշեմ փոքր աշակերտ էի վանքի մեջ թե ինչպես օրմը ծննդյան բادرակին Կարեկին վեապարներ բادرակիչը Անտիլիասի Սուպրիկոլ լուսավորիչ մայր դաջարի մեջ Հրիփսիմե քույրը Հրիփսիմե Սարգվակուին ինքը ավիդարանը գարտած եւ վերապերումը գդարեց ուրեմն եկեղեցվո մեջը ուրեմն 1991-ի հունիսի 2-ին Անտիլիասի մեջ հիմք տրվեցավ նոր միապանության նոր սենք միանցնուհիներուն եւ այդ միապանությունը գոչվեցավ Քայանյանց միապանություն Քայանյանց միապանությունը Սրբուի Գայանեի անունով գոչվեցավ եւ այդ օր 1991-ի հունիսի 21-ին Անտիլիասի մեջ գդարվեցավ քողի անտրանիկ դվչություն ուրեմն մայրաբիդական քողի շղարշի անտրանիկ դվչություն հոգեվոր հայրս Սարե Սրբազանը գդարեց եւ Գայանյան միապանության որբես գետրոն որոշվեցավ Ջիբելի թրջնոց փույնը ուր որբանոց եղած է ցեղասպանութենեն յետ եւ այսօրալ թեև զանազան ընտանեկան դժվարություն ունեցող ընտանիքներու զավակներ այնտեղ գաբրին եւ նաեւ գաբրին գարկմը որբուկներ այնտեղ քանիմը քույրեր եղան բայց անոնցմե ոյևէ մեկը սարգավակուհի չծերնատրվեցավ այլ քանիմ հոգիներ միայն քողերը ստացան այսինքն շղարշները ստացան միապանության քողը ստացան բայց դժբախտաբար այդպես ալ չարտարացվեցավ անոնց աշխատանքը անոնք նվիրված էին որբերու խնամքի բայց գոչումները քիչ եղան եւ երբ Հրիփսիմե Սասունյան քույրը մահացավ այլևս ոյ մեկ սարգվակույալ չմնաց այսօր Հայաստանի մեջ ալ գտնվին միանցնուհիներ մանավանդ վանքի մեջ հավաքված քանիմը միանցնուհիներ կան սակայն ոյևէ մեկը դակավին գարկ չունի անցյալին հետաքրքրական է տեսնել սիրելներ միանցնուհիները անոնք որոնք սարգվակը ցենատրվեին սպիդակ կակվեին սպիդակ կող գտնեին եւ ուրար գունենային իրենց ուսին վրա ցեզի ցույց տան պատկերները մեկը տեսեք ցերկը քշոցը ունի եւ կողմը դրած է իրեն ճակատներուն վրա նաեւ խաչմու գունենային եւ տեսեք ուրարն է ասիգա որ սարգվակության խորտանիշ է
Իսկ այս մեկը նայեցեք այս պատկերը դեսնեք այստեղ վեղարի պես գլուխը գնքուղ մունի եւ փիլոմ մահակած է ասոնքալ մայրաբետներն են սենք տեսարգվակույներն են եւ ուրեմն ծերնաթրության բահուն է քողը ստանալու բահուն է որ վանքի մեջ վանական քույրեր էին ասոնք սիրելիներ նոր ճուղայի վանքի ուրեմն սուրբ գադարինե վանքի գուսանոցի գույսերն էին ասոնք սիրելի քույրեր եղբայրներ ուզեցի այս սենք ներգայացումը գադարել որբեսի շփոթ չստեղծվի եւ մեր գարկ առաջնորդներ եպիսկոպոսներ այսպես շուտապույտ արչև չնետվին եւ ծերնաթրություններ չգադարեն մինչև որ եկեղեցին հստակ որոշում ունենա այո մենք շատ գարիք ունենք գանանց մեր կյանքի մեջ ներգայության որովհետև անոնք փծախնդիր են ամեն իմաստով բայց գիները արդեն նվիրական կորձ ունեն դունի մեջ տաստյարագելու իրենց զավակները գարկ դալը ինչու համար է գարկ դալը ես կհասկանամ հիմա թշպախտապար գարկը եպիսկոպոսներու եւ սենք առաջնորդնելու մտահոգությունը գիտեք ինչու համար է որովհետև բադանի երդասարտներ շատ քիչ այլևս եկեղեցի կհաջախեն եւ գիրագի օրերը բادرակներու ընթացքին ժամերկությանց ընթացքին մոմ բռնողներ մոմագիրներ քշոցագիրներ չգան եւ ադորամարիմա գուզեն գանա աղջիկներ իքական սերի աղջիկներ քաչալերեր եւ զանոնք ծերնատրել փոխանակ առաջնորդներ բարդականություն դալու քահանաներուն սարգավակներուն որ դբրոցներու մեջ տաստյարագեն բադանիներ ինչպես մեզ տաստյարագեցին ես կհիշեմ գիրակնորիայի մեր ուսուցչուհին հրիփսի մեկույրը աստված լույսերու մեջ հանգչեցնե իր հոգին Սիմոնյան հրիփսի մեկույրը դբրոցի փագի մեջ տեսավ մեզ մոտավորապես 50 աշակերտներ էինք որ դբրոցի մեջ կխայինք մոտեցավ գանչեց մեզ եւ մեզ եկեղեցի առաջնորդեց եւ եկեղեցվո մեջ սկսանք ծառայել հետեւաբար պետք է այսօր թշպախտապար դղակու աղջիկներ գեյմերու վրա են ծնողներ ծեր զավակները աստուծո դունը առաջնորդեցեք քահանաներ քահանա եղբայրեր սարգավակ եղբայրներ քաչալերեցեք որ մանուկ դղակներ եւ որ գտեսնեք եկեղեցվո մեջ հրավիրեցեք զանոնք սորվեցուցեք որբեսի անոնք կան ծառայեն եկեղեցվո մեջը այնպես չէ որ մեր ասկի մեջ արու դղակը վերջացան աստված միարասե թող բազմանան թե արուները թե էքերը բայց թողեք որ էքերը իրենց բարդականությունները գադարեն հրավիրեցեք դբրացտասի մեջ թող բادرակները շեննան զորանան բազմանան դբրուհիները դիկնած միությանց մեջ զանազան աշխատանքներու մեջ մեղան թող գարտան բայց թբիր ցերնատրել սարգավակույի ցերնատրել այն բաժարապանության որ քիչ դղակ ունինք ադիգա զուրության բաժարը եւ ոչ թե ոյե մեկ ծիսական իսկապես որ քաչալերերի բիդլար որ մեկը վանք երթար գուսանոց երթար եւ այնտեղը նվիրվեր եւ այնտեղը այնքան հոգեվոր բարձրակույն աճ ունենար որ եկեղեցվո իշխանությունը զիրենք սարգվակության Բաշտոնի հրավիրեր Երանի թե այդպիսի աղջիկներ լային եւ ես կուզեմ ավարտին այսօրվան հոգեվոր նախաճաշին այս կարևոր ուրեմն խոսակցության ցեզի ընթերցել իմ հոգեվոր հորս Երանելի Երանաշնոր Զարե Սրբազանի մեկ գարչ հատվածը այն քարոզին որ Զարե Սրբազանը խոսած է Կայանյան քույրերու միապանության ստեղծման ժամանակ ինքս է
ուրեմն վերնակրած է հայանյան քույրերու միապանություն, սիրոտ զարայություն, երբ գխոսի որ Աստծո դան մեջ բազմաթիվ Սուրբ Օքին զանազան ճաշտոններ գբերե, վարդապետելու, բժշկելու, քարոզելու, լեզուներ խոսելու եւ այլն, եւ գսե այս բոլորեն որն է ամենակարևորը։ Ամենքն ալ կարևոր են գսե, բայց ամենեն կարևորը որ մարդ ինքզինք նվիրե։ Եվ գուզեմ սրբազանին հետևյալ խոսքերը գարտալ։ Այսօր հայաստանյաց սարաքելական Սուրբ Եկեղեցին գոչ կուղը իր բոլոր հավատացյալներուն եւ մանավանդ իքական սերին մտածելու այս կարևորագույն հրամայականի մասին։ Քրիստոսահիմն եկեղեցին իր առաջին օրեն արաքյալներուն ու վարդապետներուն, երեցներուն ու սարգսակներուն գողքին ուներ նաև եկեղեցու ծառայության կորձին իրենց ամբողջական մասնակցությունը բերող գիներ ու գուսաններ, ոմանք նույնիսկ սարգսակուի գոչված, ինչպես արդեն բացատրեցի ամբողջ պատմության ընթացքին, որոնք թեպետ անցողագի, բայց այնքան բարձր քննադատականներով հիշատակված են նոր գդագարանի մեջ։ Անոնք եկեղեցու կյանքի մեջ ոչ առաքյալներ էին, ոչ մարգարեներ, ոչ վարդապետներ, ոչ հրաշագործ կամ բժշկություններ կատարող, ոչ վարսական պաշտոններու վրա գարկված անձեր, ոչ ալ լեզվախոսության բարգև ունեցողներ։ Առավելագույնը օգնականներ էին անոնք, որոնք իրենց անձերը մորցած, սեփական ընտանեկան հանգիստը մեկթի դրած, իրենք նվիրած էին Քրիստոսի Սուրբ Եկեղեցին, անոր ընձայելով անկնահատելի ծառայությունը հասարակած օգուտին համար։ Ադով իսկ անոնք ընդրած էին այն լավագույն ջամփան, որ Պողոս առաքյալ ցույց կտար գորընթացներուն, լավագույն ջամփան Աստուծո նմանելու եւ մարդիկը Աստուծո մոտեցնելու։ Այս է լավագույն ջամփան, Աստուծո նմանելու, Քրիստոսի նմանելու եւ մարդիկ Աստուծո մոտեցնելու։ Երբ առաջին 3 տարերու հալածանքներու ալիքը թատրեցավ եւ զանազան երկիներու մեջ եկեղեցին սկսավ ազատորեն կորձել ու գազմագերբվել, վարչական պաշտոններուն առընթեր ծնունդ արին գրոնավորական գարկերը, որոնք եկեղեցու հոգևոր ու մշակութային արտնության չհագիրները բիդելային։ Այդ գրոնավորական գարկերու մեջ շուտով իրենց դեղ ունեցած գիները իրենց հadouk վանքերով, որոնք գոչվեցան գուսանոցներ կամ գուսաստաններ։ Ադոր մեկ լավագույն դրսևորումը ունեցանք մենք Հայաստան մեր աշխարհի մեջ։ 4-րդ դարուն սկիզբը Հայաստանի մեջ քրիստոնեության pedagogan գրոնք հրճակվել են գար ժամանակ մի յետք, սկիզբ առած վանքերու գարկին գուսաստանները եւս սունգիբես փուսան ու բազմացան ամենուրեք, մանավանդ մեծ ներսես հայրաբեդին օրով, ինչպես խոսեցա արդեն։ Այնքան որ ըստ Պավստոս Փյուզանթի մեր բատմիչին ամեն մեկ խավարի եւ ավանի մեջ այդպիսի գուսաստաններ կային։ Իր խոսքը գիշեն բատմիչին Երանելի Ներսես Կաթողիկոսը իր գենտանության ժամանակ շինած էր այս գուսանոցները բոլոր խավարներու մեջ, որբեսի բոլոր հավատավոր գույսերը այնտեղ հավաքվին բայեցողությամբ եւ աղոթքով զբաղին։ Ետ զարեսպազանի խոսքերը կգարտամ։ Գուսանոցներ, որոնք միայն հավաքական եւ աղոթական կյանք ապրելու համար իրարուքով եկած գույսերու կմարմը չէին, այլ նաև ուսումնական եւ մանավանդ բարիսիրական գետրոններ, որոնք իրենց խնամածության դակ արին որբերն ու այրիները, հիվանդներն ու աղքատները, դարիքավորներն ու գարիքավորները, որոնք իրենց աղոթքին խառնեցին նաև Աստուծո խոսքին ծանոթությունն ու քարոզությունը ոչ անպայման խոսքով, բայց մանավանդ ոչ բեմերեն, այլ նախ իրենց անձին ու կյանքին օրինակով, եւ ապա զայն հասցնելով մինչև ցուրտ ու մութ հարգերը նույն այրիներուն ու հիվանդներուն, սկավորներուն ու վշտակնյալներուն։ Դեսնեք սիրելիներ, քարոզությունը, որ ոչ թե լան խոսեցան, այլ իրենք ապրեցան եւ սկսան ամեն մեկ հիվանդի մոդենալով Աստծո խոսքը խոսել, Աստծո խոսքով քաչալերել։ Այսօր ալ Երանի պիտի չլայինք, որ մենք ունենայինք այսպիսի գուսանոցներ, գուսաստաններ, ուր բادرաստվեին, զարկանային քույրեր, կանայք եւ այսօր հիվանդաբահույները լայն հիվանդանոցներու մեջ, որբեսի կոնե դարաբյալին գողքին անոնց սերքեն բռնեին եւ խոսք մսեին։ Երբ Եգրաշարժ եղավ, Մայր Տերեզան Հայաստան եկավ, զարմացավ, որ գոչում ունեցող նվիրյալներ հիվանդաբահույներ չկային, այո հիվանդաբահույներ շատ կային, բայց եկեղեցու գոմե գոչում ունեցողներ, այսինքն քույրեր չկային։ Այսօր մեր եկեղեցին այս հարցի մեջ թերի է։ Փոխանակ առաջնորդներ, այսպես աչը ցախը ամենօրյա բարձաբես կորձածության բادرակի ընթացքին
թբիրներ, սարգսակույներ ծերնատրելու փոխարեն թող քաչալերեն, որ հոգևոր աղջիկներ, գուսաստաններ երթան, պատրաստվին եւ կարողանան իրենք մեր զավակները այրիներ, որպեր, դգարներ, ձերեր խնամել։ Այո, իմ քաչալերանքս է որ բոլորն ալ ամուսնան սուրբ ընտանիքներ գազմեն, առատ զավակ ունենան եւ մեր ժողովուրդը գարիք ունի առատ զավակներու, բայց նաեւ կան ոմանք չէ, որոնք չեն ուզեր ամուսնալ։ Կան ոմանք, որոնք ուզեն իսկապես իրենց կյանքը նվիրել բոլորին համար։ Ահա այսպիսի գոչումներ եթե գտնեն քաչալերեն եւ անոնք արժանի գլան ծերնատրվելու ոչ թե ամեն եկող կացող ցավի սիրտ երբեմն գտեսնվին որ թաթուներով գուքան աղջիկներ կամ դղակ եւ սարգսակ կծենատրվին այսպես ընդունված բաներ են օղերով երբեմն մարդիկ խորանգը բարձրանան Ամերիկայի մեջ տեսնված է եւ այսօր մասին խոսող չկա Գշարունակեմ այս սիրո ծառայությունը որ անոնք ընծայեցին հաջող հավատքի գամավոր խաչակրությամբ եւ լուր ու խոնար աշխատանքով այնքան օրտնապեր եղավ իրենց շրջապատի համար մեր ժողովրդին համար Քրիստոսի սուրբ եկեղեցին համար եւ թեպետ մեր բապմության վերիվայրումները եւ թաժան թշնամիներն ու թաժան ժամանակները թույլատու չեղան որ այդ գուսաստաններուն կյանքը երկարը լա բայց ժամանակ առ ժամանակ անոնք նորեն ընծյուղեցան Մայր Հայաստանի մեջ թե Գիլիգիա Բարսկաստանի խորը Նոր Ճուղայի մեջ Վրաստանի Հայաշատ գետրոն Թիֆլիս մայրաքաղաքի մեջ թե Արեմդահայության մտավոր կյանքի գետրոնին Բոլսո մեջ եւ ամեն անգամ իրենց սիրո ծառայության նույն անուշ փույրը դարածեցին իրենց շուրջը ինչպես խոսեցա արդեն Սուրբ Գադարինեի վանքի մասին Նոր Ճուղայի խոսեցա Թիֆլիսի Սուրբ Ստեփանոսի վանքի մասին խոսեցա Բոլսո Քալֆայան միապաունտիա մասին այսօր Աննպաս ժամանակներու περած որոշ ընդմիջում են յետք Մեծիդանանգիլու Գաթողիկոսյան Հովանին դակ դարձյալ ձիլ նեդաձե հավատավոր քույրերու նոր միապանությունը Քայանյան քույրերու միապանություն անունին դակ ձիլը որ պետք ունի աճելու արմադանալու զորանալու եւ դառնալու իսկական միապանություն եւ ծառայական իսկական առաքելություն նորակույն մեր ժամանակներուն համար մեր եկեղեցու անսահման գարիկներուն իբրև լծակցություն այսօր դարձյալ գա բահանջ կնվիրյալ հավատավոր գույսերու որոնք ծարավի լան մեկ կողմե ուսման, գիտության եւ Աստուծո խոսքին ճանաչման եւ մյուս կողմե գրոնավորական հոգեվոր կյանքի, աղոթքի, խոգումի եւ ծառայական աշխույժ կյանքի։ Ոչ թե երթան ոնդեղը բարձաբես մարդիկ, որոնք ոչ կրնան մտածել, ոչ կրնան խոսիլ, այլ ուսում պետք է դրվի նաեւ այս մենաստաններու մեջ ապրող մենակյացուիներուն։ Ուսում Բահանջ կգա նաև նվիրյալ հավատավոր գույսերու, որոնք պատրաստ լան հանց դառնելու նվիրումի կյանքը, ոչ թե լրության մատնելու համար իրենց անձերը եւ կարողությունները, այլ լուր եւ անցընթիր աշխատանքով իրենց շրջապատին եւ աշխարհին պատկամելու համար իրենց հավատքը, վկայություն տալու համար Քրիստոսի եւ սիրո սերնացանություն կատարելու այս կյանքի դակնապներեն հոգնած, առանցնության ու լքվածության ահավոր փերին տակ կգած եւ սիրագարոտ հոգիներու մեջ։ Այո, բահանջ կգա նվիրյալներու, որոնք մարմնավորողները լան Քրիստոսի եւ անոր պատկամած սիրո հրամայականին։ Եկեղեցին պետք ունի ցեզի այսօր եւ կսպասե ծեր գամավոր ընթարաշումին զորացնելու համար մեր ժողովրդին ուղված իր անսագարկ ծառայությունը ի բանցացումն հայաստանյա ցարակելական Սուրբ եկեղեցու եւ ի մշտնչնավոր Փարս Աստուծո։ Որքան սկանչելի խոսի Զարե Սրբազանը ոգևոր հայրս եւ այսօր այդ իր դված պատկամը սիրելներ նաեւ ի զորու է։ Հուսքփան վերջացնելով այս բոլորը սիրելներ ամփոփելով գուզեմ ասել որ այսօր մեր եկեղեցին պետք է վերանայի ինչ որ պիտի անե եւ այսպես գարգդան աշխատանքներ չլան այլ եթե պիտի ցերնատրեն պետք է եկեղեցու իշխանությունը վերին իշխանությունը որոշե եւ միշտ նկատի ունենան թե ինչ պիտի ըլլա ապակային եթե այսօր ամենօրյա կյանքի մեջ սարգսակուհիներու ճաշտոն պիտի դրվի, ապակային թուր պիտի բացվի նաև քահանայի կորձելու, ինչպես օրինակ փոխական ավետարանական օդար եկեղեցիներու մեջ կան։ Այս բոլորը լուրջ մարդահրավերներ են եւ բարեկարգումի գարիք ունի մեր եկեղեցին այլևս, դա Աստված որ արթնությունը լա բոլորին համար, իսկ ծնողներ,
ձեր զավակները թաստիարակեցեք Աստուծո հավատքով, իսկ անոնք, որոնք գոչում ունին, թող նվիրվին Աստուծո դան մեջ, դան գուսանոցներ երթան եւ իսկապես բարձրակույն ուսումով կարողանան ծառայել մեր ազգին, մեր հայրենիքին, մեր եկեղեցվո եւ ամենուն։ Աստված արթնություն դա մեր եկեղեցվո մեջ դերը դուրս հանե սուրբ գրոնավորներ, սուրբ առաջնորդներ, որբեսի իսկապես հոգևոր նոր զարթոնք ապրի մեր եկեղեցին, որուն այնքան հրադապ գարիք ունի այսօր։ Այս թմրածութենեն դուրս գանք, ապաշխարենք ամենքս, եթե սիրելներ հավատացեք հավատքի ժողովուրդ դառնանք, այն ադեն այս բոլոր գոչումները մեջտեղ գելեն։ Աստված ցես թող բահբանե ձեր բոլոր ընտանիքները, մեր հայրենիքը, մեր եկեղեցին, մեր pedagogiությունը եւ բոլոր քրիստոնյաները։ Աստված ցես արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։